Ասացին արձագանքելու համար, բայց հերթով պարոն Միրզոյան համեց։ Պարոն վարչապետ, ես ուզում եմ ասել, որ ինքս շատ մեծ կարևորություն եմ հաղորդում եւ ռազմավարությանը եւ իհարկե ավելի շատ այն ճանապարհային քարտեզին, որով մենք պետքա իրականացնենք այս ռազմավարությունը եւ հիմա ասեմ ինչու։ Ես կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որ մենք պետքա շատ բարձրաձայն խոստովանենք, որ Հայաստանի Հանրապետությունում կա խտրականություն կանանց նկատմամբ եւ հավելին ասեմ, շատ ավելի վատ Հայաստանի Հանրապետությունում կա բռնություն կանանց նկատմամբ եւ կա ընտանեկան բռնություն։ Սովորաբար ընդունված ասել, որ դա կա մարզերում, բայց ես ստորագրում եմ ձեր բառերի տակ, դա կա Երևանում եւ այս այն դեպքերից է, որ մենք էլի ենք առնչվել այս ոլորտին, մեր հասարակությունում կան այդպիսի թեմաներ, որոնց շուրջ սեղանների շուրջ ընդունված է ճոռոն բառեր ասել եւ կենացներ խմել, օրինակ այս դեպքում կանանց մասին, բայց իրական կյանքում ճիշտ հակառակ վերաբերմունք է ցույց տալ կանանց նկատմամբ, եւ եթե խտրականության դեպքում, օրինակ հանրային կյանքում, տնտեսական կյանքում ինչ որ հավելյալ գործիքների կարիք կա, բացի կրթությունից եւ հոգեբանական ինչ որ ասպեկտներից, օրինակ, եւ մի մասը անում ենք մանկապարտեզներ, մսուրներ, դայակներ, որպեսզի խրախուսենք կանայք ավելի ներգրավեն եւ հաղթարենք այդ խտրականությունը, ապա բռնության դեպքում դա ընդհանրապես անբացատրելի է եւ անհանդուրժելի է։ Ես կարծում եմ, որ մենք շատ հատու վճռական եւ անողոք պայքար պետք է մղենք ընտանեկան բռնության դեմ եւ հստակ գործիքներ մշակենք կրթությունում, օրինակ կանխարգելման նպատակով, ներքին գործերի նախարարությունում, օրինակ, չգիտեմ, արագ արձագանքման նպատակով եւ այլն։ Սա պետք է լինի մեր առաջնահերթություններից մեկը։ Համաձայն եմ լիարժեք ձեզ հետ, պարոն Միրզոյան, ուղղակի կավելացնեմ, որ նաեւ բռնության ընկալումը մեզանում ամբողջական չի։ Մեզ թվում է, թե բռնությունը մենակ ֆիզիկական կոնտակտն է, եթե ֆիզիկական կոնտակտ չկա, ուրեմն չկա բռնություն, բայց իրականում համենայն դեպս հետազոտությունները, որը ես կարդալու առիթ ունեցել եմ, ասում են, որ բռնությունը մենակ ֆիզիկական կոնտակտը չի, կամ ֆիզիկական կոնտակտի բացակայությունը, ֆիզիկական ներազդեցության բացակայություն դեռևս չի նշանակում բռնության բացակայություն եւ բռնության ձևեր կան, որոնք չի նշանակում, որ ինչ-որ մեկին խփում է։ Եվ եթե այս տեսակետից նայենք տրամաբանությունը, ընդհանրապես կարող ենք արձանագրել, որ բռնության միջավայր կա մեծ հաշվով, խտրականությունը ինչ է, այդտեղ իհարկե տերմինաբանության խնդիր կա, ես այդ ուզում ասեի, պետք է հասկանալ խտրականություն ասելով ինչ նկատի ունենք, բայց այդ բանավեճը, բայց այո, այն որ կա բռնություն եւ բռնության միջավայր, դա ակնհայտ է, ընդհանուր առմամբ մեր երկրում կա բռնության միջավայր, որովհետեւ խոսքային վերբալ բռնությունն էլ է բռնություն, իսկ երբ որ տեսնենք այս առումով գնահատենք իրադրությունը, շատ բան կլինի, շատ ավելի տխուր պատկեր կստանանք եւ բայց ես վերադառնալով հարցի մյուս հատվածին, երբ որ խոսում էի, որ տղաների կրթության նկատմամբ տղաների վերաբերմունքի ձևավորման մասին, արդյոք մենք պետքա նաեւ ես օրինակ այդ բանը ինձ զարմացրել է միշտ, ես տենց էլ չեմ կարողանում հասկանամ, դա որտեղից է ծագում եւ ինչից է գալիս փոքր տղաներին հայհոյանք սովորացնելու մշակույթը։ Ասենք որ մեկ էլ տանը հյուրեր են հավաքում, ասենք բանը, միջոցը ոնց որ մարդիկ նորմալ նստած շփում են, մեկը արի, ասա դե բանին ինչ ես ասե, տատիկին ինչ ես ասե։ Ժողովուրդ կներեք, սա չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ, էլի, ասենք սա ես բարեբախտաբար կարգավիճակի բերումով ահագին երկար չեմ առնչում նման իրադրության հետ, որովհետև դե իմ մոտ տենց բաներ ենթադրում եմ վերջին տարիներին այդպիսի տեսարաններին ականատես չեմ ելնում, բայց եթե ինձ ասեք, որ հիմա էլ չկա տենց բան, ես կերջանկանամ, բայց ես ենթադրում եմ, որ
դա ընդամենը նրանից է, որ ընդունված չի վարչապետի մոտ տես տեսարանները ի ցույց դնել։ Չնայած եթե ընդունված չի, ուրեմն կան կալում, որ դա այդքան էլ տենց բան, լավ բան չի։ Համեցեք Տիկին Անդրեասյան, դուք բան ունեիք ասել։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Ես